Ադրբեջանի եւ Հայաստանի պարագայում մենք շատ մոտ ենք այդ երկրների միջև առկա հակամարտության վերջնական կարգավորմանն ամերիկյան պահպանողական Բլիբերտ կայքին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աստանա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Արադ Միրզոյանը հանդես է եկել ելույթով։ Հայաստանը վերահաստատել է իր ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը եւ պատրաստ է ակտիվորեն նպաստել նրա նպատակների իրագործմանը, ժողովրդավարությունը դարձնելու ավելի դիմակայուն, ներառական եւ ապագային պատրաստ։ Հիմք ընդունելով ազգային ժողովի արտահերտ նիստ գումարելու վերաբերյալ ազգային ժողովի падգամավորների նախաձեռնությունը եւ ազգային ժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 14-ի որոշումն առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով մայիսի 15-ին ժամը 11-ին կգումարվի ազգային ժողովի արտահերտ նիստ։ Օրակարգում ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է։ Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչի մասին խոսել է նախագահ Պուտինը, հայտնել է Յուրի Յուշակովը։ Դուք գիտեք նախագահի հանձնարարությունն այն մասին, որ պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ վերսկսել այն բանակցությունները, որոնք ուկրաինական կողմն ընդհատել էր արևմտյան գործընկերների դրդման արդյունքում, նշել է Ուշակովը։ Լոկոմոտիվի ֆուտբոլիստ Նաիր Թիկնեզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, որ ինքն էլ արդեն խճճվել է տարբեր վարկաստների մեջ, թե ինչու իր հաճախորդը չտեղափոխվեց Զենիչ, չնայած նախկինում շատ խոսակցություններ կային այդ հնարավոր տրանսֆերի մասին։